Տեր Ստեփանյան, Հայաստանում շատ օդակաթիլային վարակներ են տարածված եւ հասարակության մոտ մտածություններ կան, որ ինչ-որ վիրուս է անանում, այսպես եմ բնութագրում, որից մարդիկ եւ գրիպային իրավիճակ է ստեղծում եւ տաքությունը եւ հոդացավ է։ Իրականում սա մի քանի վիրուսների համակցություն են, թե ինչ-որ առանձին վիրուս։ Տարբեր վիրուսներ են, որովհետև մենք գտնվում ենք սեզոնային վերելքի շրջանում, ընդհանրապես փետրվար-մարտ ամիսները համարվում են սեզոնային շնչառական վարակների վերելքի շրջան, եւ մենք ունենք այդ սեզոնային վերելքը։ Կա գրիպ, կա ադենովիրուս, կա ռեսպիրատոր սինցիցիալ վիրուս, որոշակի բարձրացում է նկատվում կորոնավիրուսային վարակի առումով թվերը ավելանում են, եւ վերջին օրերին, ինչպես տեսակ, ավելացավ նաեւ կարմրուկը։ Ծաղկեփունջ օդակաթիլային վարակների։ Մարդիկ հիվանդանալիս անպայման պետք է դիմեն բժշկի, որ հասկանան իրենց մոտ որ վիրուսն է, թե գաղտնիք է։ Այո, որովհետև ինքնաբուժումը այս պարագայում բավականին ցավալի հետևանքներ կարող է ունենալ, բայց նախ խորհուրդ եմ տալիս մեկուսանալ։ Հենց առաջին նշանները ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է մեկուսանալ, որովհետև դրա տարածումը բավականին ինտենսիվ է եւ ազդում է ոչ միայն մեկ անհատի առողջության առումով, այլ նաեւ կարող է դառնալ հանրային առողջության համար խնդիր։ Վիրուսային օդակաթիլային վարակները, այո, բոլորը ունեն միանման սկիզբ, դրանք ընթանում են բարձր ջերմությամբ, ընդհանուր թուլությամբ, քթահոսություն, կատարալ երևույթներ, հոդացավեր, մկանացավեր։ Հոդացավ, մկանացավ, գլխացավ ավելի շատ բնորոշ է գրիպին եւ նաեւ կովիդին։ Մնացած վարակների դեպքում ավելի արտահայտված են վերին շնչուղիների կատարալ երևույթները եւ ջերմությունը։ Իսկ մեր հասարակության մեջ դեռևս արմատացած չի այն երևույթը, որ իրենք հենց վատ են զգում, մնան տանը եւ նույն նաեւ գործատուների դեպքում իրենք շատ վատ են եւ կտրուկ են վերաբերվում, որ մարդը ասում է հիվանդ եմ, տանը մնամ։ Այսինքն անելիք ունի այստեղ եւ նախարարությունը եւ բժիշկները ինչ բացթողներ կա։ Այո, կարծում եմ իրազեկվածությունը պետք է բարձրացնել երկկողմանի եւ գործատուի եւ աշխատողի, որովհետեւ այստեղ աշխատելը երբեմն ասում են ուղակի մրսած եմ եւ շարունակում են աշխատել, բայց այդ ուղակի մրսելը միշտ ուղեկցվում է որևէ վիրուսով եւ հետագայում մրսում են իր գործընկերները նույնպես, հա, այսպես ասած, դրա համար իհարկե ցանկալի է իրազեկվածությունը բարձրացնել եւ այս սեզոնին համենայն դեպս վարակելիության շրջանները հաշվի առնելով ճիշտ կլինի մեկուսանալ հետագա բարդություններից եւ խնդիրներից խուսափելու համար։ Հենց նույն գործատուի շահերից ելնելով, որ չշարունակվի այդ բռնկումը եւ չտարածվի մնացածի շրջանում նույնպես։ Հիմա կորոնավիրուսը հետընթաց է գրանցել, թե ամեն դեպքում ելի զարգացման այդ փուլում է գտնվում։ Գիտեք, համավարակի ավարտ չի արձանագրվել, համավարակը շարունակվում է, բայց որոշակի նվազում կա, մեղմացել է նաև ախտանիշները, բավականին թեթև է ընթանում այս փուլում համավարակը եւ մենք չունենք այնպիսի անհանգստացնող իրավիճակ, ինչպես օրինակ ունենք անցյալ տարի այս նույն ժամանակ, եթե հիշում եք օմիկրոնի վերելքներ եւ բավականին ինտենսիվ էր ընթանում։ Հիմա ավելի հատուկ են դեպքեր, բայց ամեն դեպքում համավարակը դեռ շարունակվում է եւ բարդանում է իրավիճակը նրանով, որ կոവിഡ്ի հետ միասին գլուխ են բարձրացրել մնացած վարակները, որոնք տարբեր սահմանափակումների պատճառով բավականին երկար մենք չէինք տեսել։ Գրիպը բավականին 2 տարի մենք գրեթե գրիպի այսպիսի վերելք չէինք, 2-3 տարի չէինք ունեցել։ Մնացած շնչառական վարակները, նույնիսկ որոշակի նվազում կար աղիքային վարակների առումով, որովհետեւ մարդիկ ինտենսիվ ձեռքերի հիգիենային կիրառում, որը ինչքան նկատում ենք գնալով նորից նվազում է։ Այս բոլոր միտումները միասին բերում են պատկերի, որը մենք ունենք։ Դա կորոնավիրուսի հետ կապված մարդկանց մոտ հիվանդության զարգացման փուլումը եւ հիվանդացել է դրանից տարբեր հիվանդություններ են առաջացել ըստ իրենց շատեր նշում են եւ նեյվանաձև գեղձի խնդիր եւ նյարդաբանական սիրտանոթային վերջնական ուսումնասիրություն կատարվել է թե կորոնավիրուսը ինչ հիվանդությունների զարգացման պատճառ է դարձել։ Հետազոտությունները անընդհատ շարունակվում են եւ սրանք դեռ բավականին երկար կտևեն, որովհետեւ կան այսպես կոչված վաղ բարդություններ եւ ուշ բարդություններ։ Ցանկացած հիվանդություն ունի դա
Եվ այսօր մենք արդեն ունենք այսպիսի հասկացություն long COVID, երկարատև COVID, երբ որ հիվանդանալուց հետո 90 օր անց եւ ավելի երկարաժամկետ հեռանկարում մարդիկ ունենում են կլինիկական նշաններ։ Այո, նշվում է եւ վահանաձև գեղձի խնդիրներ, եւ անոթային խնդիրներ, եւ շնչառական համակարգի կողմից, եւ սիրտանոթային համակարգի կողմից։ Ամեն դեպքում կորոնավիրուսը, ինչպես եւ մնացած բոլոր հարուցիչները, ունի իր բարդությունները, որոնք մենք ուսումնասիրության փուլում եւ դեռ մենք կբացահայտենք այս խնդիրները, կարծում եմ ավելի ի հայտ կգան ավելի նոր խնդիրներ, որոնց մասին դեռևս չի էլ խոսվել։ Իսկ այդ հիվանդությունը հիմնականում նշվում վահանաձև գեղձի դեպքում աուտոիմուն թիրեոդիտ երևույթն առաջացավ, դրանք ամբողջ կյանքի ընթացքում մարդուն հետապնդելու թե կբուժվեն։ Աուտոիմուն հիվանդությունները ընդհանրապես իրենք բավականին հետաքրքիր ոլորտ են բժշկության, սա իմունաբանությունն է ուսումնասիրում, այնքան անհատական է մարդու իմուն համակարգը, թե ինֆեկցիոն գործոնի կամ ոչ ինֆեկցիոն գործոնին ինչպիսի այսպես դիմակայություն ցույց կտա։ Մի դեպքում դա կարող է լինել կարճաժամկետ, մի դեպքում դա կարող է լինել երկարաժամկետ, սա կախված է գործոնների հանրագումարից եւ օրգանիզմի անհատական ռեակտիվականությունից։ Եվ կորոնավիրուսի թեման շարունակենք, մարդիկ միջորս էլ խուսափում են պատվաստումից, նշում են, որ պատվաստանյութը երկար տարիներ փորձարկում չի անցել, այն մի շարք խնդիրներ առաջացնելու, դրա համար խուսափում են։ Իրականում ինչու ստեղծվեցին այս պատվաստանյութերը, այսօր վտանգ կա իրենց մեջ։ Պատվաստանյութերը արագ ստեղծվեցին, որովհետև կար դրա սուրանհրաժեշտությունը, ստեղծվեցին ոչ զրոյից, այլ ստեղծվեցին արդեն առկա բազայի վրա։ Այսօր գիտական հանրությունը քննարկում է այսպիսի մի հասկացություն, քանի որ մենք ունեցանք COVID-ի դառը փորձը, այսօր քննարկվում է 100 օր պատվաստանյութ ստեղծելու համար, այսինքն վիրուսի կամ մանրեի ցանկացած հարուցիչի տարբերակումից գենոմային մակարդակով մինչև դրա դեմ պատվաստանյութի ստեղծում եւ ներդրում այսօր նախատեսվում է ունենալ 100 օրում։ Այսինքն, երբ որ մենք ունենանք հաջորդ համավարակը, որը չի բացառվում եւ անպայման լինելու է, չեմ կարող ասել կոնկրետ երբ, բայց հարուցիչները մարդու հետ ապրում են եւ միանշանակ լինելու է նոր հարուցիչ, որի նկատմամբ մենք լինելու ենք անպաշտպան եւ նա ունենալու է պանդեմիկ տարածում։ Այսինքն հաջորդի նախապատրաստումը ենթադրում է արդեն 100 օր, ոչ թե այս COVID-ի ժամանակ, որ մենք ունեցանք 1 տարի, այլ 100 օր, ավելի է կարճանալու։ Եվ պատկերացրեք, մենք արդեն պետք է ձևավորենք այդ մշակույթը ավելի ճիշտ վերաբերվել պատվաստանյութին, որովհետև վարակիչ հիվանդության դեմ պայքարում սա համարվում է ամենալավ գործիքը։ Իսկ եթե բժշկական գիտական հանրությունը խորհուրդ է տալիս պատվաստում, ուրեմն խորհուրդ է տալիս արդեն իսկ ձևավորված փորձի արդյունքում եւ այդ փորձին կարծում եմ հատկապես արտակարգ իրավիճակներում պետք է ապավինել։ Իսկ COVID-ի պատվաստանյութի նկատմամբ բացասական այդ տրամադրվածությունը ամբողջ աշխարհում բերեց մի ավելի վատ միտման, որ ունեցանք մանկական տարիքի պատվաստումներում երեխաների ընդգրկվածության կտրուկ նվազում։ Եվ արդյունքում այսօր կա պոլիոմիելիտ Իսրայելում, որը բավական երկար տարիներ համարվում էր ազատ գոտի, այսօր կա դիֆթերիա եվրոպական բազմաթիվ զարգացած երկրներում, կա կապույտ հազ եւ ունենք կարմրուկ ամբողջ եվրոպական տարածաշրջանում։ Եթե կա կարմրուկի դեմ պատվաստանյութ, ապա դա չկա ջրծաղիկի դեպքում, այսինքն ջրծաղիկով վարակվելը ավելի ծանր է տանում մարդիկ, քան կարմրուկը, թե գիտեք, համեմատել վարակները այսպես ծանր թե թեթև ես գտնում եմ, սա էլ անհատական է ամեն դեպքում, ջրծաղիկի դեմ կա պատվաստանյութ, ուղղակի Հայաստանում մենք չունենք այդ պատվաստանյութը, մի փոքր առաջ անցնելով ասեմ, որ նախատեսում է ներդրում մեր նախարարությունը, չեմ կարող ժամկետների մեջ ճշգրտում մտցնել, բայց ամեն դեպքում հուսանք, որ մոտ ապագայում մենք ունենանք նաև ջրծաղիկի դեմ պատվաստում, որովհետև մենք դեռ հույսներս դնում ենք, ապավինում ենք այսպես բնական իմունիտետ ձևավորելուն, այսինքն հիվանդանալ եւ ձեռք բերել անակալություն։ Կարմրուկի դեպքում պատվաստանյութը կա, սա համարվում է հիմնական կանխարգելիչ գործոն, իսկ ջրծաղիկի բարդությունների առումով ձեզ ասեմ, ջրծաղիկը մեծահասակների մոտ ավելի հակում ունի բարդություններ առաջացնելու, նույն թոքաբորբը, մենինգիտը, մենինգոենցեֆալիտը մեծահասակների մոտ ավելի շատ են դիտվում։
Տեսեք, ինքը հերպեսների շարքին պատկանող վիրուս է, հերպես 3-ն է, կոչվում է varicella zoster կամ herpes zoster, եւ ասեմ այն, որ ասում են herpes zoster ունի, հատկապես մեծահասակների մոտ, միջկողային ինքը կոչվում է գոտևորող ворքին բժշկական լեզվով եւ նյարդի ուղղությամբ տեղակայվող նույն ջրծաղիկի ցանի նման ցանային էլեմենտներ են, որոնք ի հայտ են գալիս այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում տարել են ջրծաղիկ, որովհետեւ վիրուսը կարող է պահպանվել նյարդային հանգույցներում եւ իմունիտետի ընկճման արդյունքում գլուխ բարձրացնել արդեն գոտևորող ворքինի ձևով։ Եվ սա համարվում է ջրծաղիկի երկրորդ տարբերակը, որը կոչվում է, ասացի, գոտևորող ворքին կամ shingles։ Այսինքն մարդիկ կան, որոնց մոտ կրկնվում է հերպես, անդադ հիմնական շուրթերի դա ուրիշ հերպես է, դա առաջին վիրուսն է հերպեսների ընտանիքի, դա կոչվում է herpes simplex կամ pars հերպես, որը մոտ 90% բնակչության դա ունի, բայց ինքը համարվում է ուղղակի այսպես վարակված են եւ իմունիտետի թուլանալու արդյունքում շուրթերի վրա դուրս է տալիս, բայց դա ջրծաղիկի ընդամենը նույն ընտանիքին պատկանող վիրուսներ են, բայց տարբեր հարուցիչներ։ Վիրուսների հիվանդության դեպքում մարդիկ տան օգտագործում են ջերմիջեցումներ եւ հակաբիոտիկներ, այսինքն գնում են տեղատուն, իրենք ուզում են տաքության դեմ դեղ, գլխացավի դեմ կամ սրտխառնոցի որքան տանգավոր հակաբիոտիկներ մարդկանց համար։ Հակաբիոտիկները նրանք ունենալով շատ դրական ազդեցություն, դրանք 20-րդ դարի ամենամեծագույն բժշկագիտական հայտնագործություններից մեկն են համարվում եւ դրանք ավելացրեցին, երկարացրեցին մարդու կյանքի միջին տևողությունը եւ հակաբիոտիկը եւ պատվաստանյութը, կարելի ասել այս երկուսը միասին համարվում են ամենամեծ ձեռքբերումներից մեկը, բայց այսօր հակաբիոտիկների առումով լուրջ խնդիր կա դրանց նկատմամբ մանրէների կայունության ձևավորման առումով, այս մարդկանց անվերահսկելի օգտագործումը հակաբիոտիկների եւ երբեմն ոչ նպատակային բերում է նրան, որ հակաբիոտիկը դառնում է անարդյունավետ եւ այդ զինանոցը անտիբիոտիկների սպառման եզրին է, մոտ արդեն 40 տարի նոր սերնդի հակաբիոտիկներ չեն ստեղծվել եւ այսպիսի հետազոտություններ արվել, որ եթե մենք այսպես շարունակենք օգտագործել հակաբիոտիկները մինչեւ 2050 թվականը դրանք կդառնան անիմաստ, այսինքն մենք կվերադառնանք այն նախապատերազմյան շրջանի, երբ որ հակաբիոտիկ չկար եւ վարակիչ հիվանդությունը յուրահատուկ բուժում չուներ։ Բժշկի դիմելուց հետո պետք է օգտագործել միանշանակ եւ բժիշկն էլ ստուգի հակաբիոտիկի նկատմամբ մանրեի զգայունությունը նոր թիրախային նշանակի տվյալ հակաբիոտիկը։ Իդեպ նման ինֆորմացիա կա, որ ջրծաղիկի դեպքում եւ ասպիրին են օգտագործում, դա կարող է մահվան հանգեցնել։ Դա միֆ է թե իրականություն։ Գիտեք, որոշ դեպքերում ասպիրինի օգտագործումը կարող է հանգեցնել, հատկապես եթե մարդիկ ունեն այնց ասպիրինի հակացությունների մեջ դա նշված է, որ կա այսպիսի հիվանդություն կոչվում է Ռեյնի սինդրոմ, եթե դա կա, ապա ասպիրինը ինքը եւ նրա պրեպարատները հակացուցված են, հա, եւ այս ընդհանրապես ցանկացած դեղամիջոցի կիրառումը պետք է լինի բժշկի խորհրդով, որովհետեւ կարող են լինել բարդություններ, որոնց մասին պացիենտը ինքը տեղյակ չի կարող լինել։ Ջրծաղիկի եւ աուտիզմի հիվանդության զարգացումը այդ կապ ունեն, հիվանդական պատվաստվելու մարդկանց չեն պատվաստվում, որովհետեւ կարող է աուտիզմ առաջանալ եւ այդ անգամ փաստեր են։ Այս միֆը շրջանառեց ոչ թե ջրծաղիկի, այլ կարմրուկի պատվաստանյութի հետ կապված անգլիացի գիտնական էր, որը տպեց իր հոդվածը հանրահայտ Lancet ամսագրում եւ հաստատ իր հոդվածով այսպես չակերտավոր կապ հաստատեց աուտիզմի եւ ԿԿԽ կարմրուկի դեմ պատվաստման միջեւ։ Հետագայում այդ միֆը հերքվեց, հերքումը հրապարակվեց հենց նույն Lancet ամսագրում, բայց այսպես կոչված շլեյֆը այդ ինֆորմացիայի գնացել էր։ Հետազոտությունը չուներ ապացուցողական հենք, որովհետև արված էր խմբի վրա եւ չկար ստուգիչ խումբ, իսկ ապացուցողական բժշկության մոտեցումները պահանջում են, որպեսզի ունենա հսկիչ խումբ, որպեսզի հասկանա այս խմբում ընթացավ այսպես է շատ բարձր բացատրել, իսկ մյուս խմբում խնդիրը բացակայում էր կամ երկու խմբում կար, որպեսզի այս պատճառահետևանքային կապերը լինեն ավելի ճիշտ։
Նրա դեպքում դա չկար, Lancet ամսագիրը հրապարակեց հերքում, որ հետազոտությունը չուներ բավարար ուրեմն գիտական հենք, նաև հետագայում պարզվեց, որ կար շահերի բախում, նյութական որևէ այսպես շահագրգռվածություն եւ բժիշկը զրկվեց բժշկի լիցենզիայից։ Բայց այդ վատ դառնահամը, այսպես ասած, մնաց այս հոդվածից հետո եւ շատ ծնողներ հրաժարվում են կարմրուկի դեմ, հրաժարվում էին Եվրոպայում հատկապես կարեսմիտումը, կարմրուկի դեմ պատվաստումից եւ նրանք բախվեցին մի դառը իրականության 2016-ից 18 թվականներին կարմրուկի բավականին լուրջ բռնկում եղավ Եվրոպայում ավելի քան 20,000 մահվան ելքով։ Եվ նրանք ստիպված շատ երկրներ այդ իմ ասած համանախապակումը մցրեցին, որ դպրոց կամ մանկապարտեզ երեխան չի հաճախում, եթե չունի պատվաստում։ Այսինքն պատվաստումից հնարավոր չէ հիմա զարգացում, դա կարող է շրջառան։ Դա չունի որևէ աուտիզմ ունի բազմաթիվ, այսպես վարկածներ, բայց պատճառահետևանքային կապ հաստատված պատվաստման եւ աուտիզմի միջև չկա։ Մեզ անգամ շատ տարածված նաև գրիպը, բնականաբար ամեն տարի կոչ են անում պատվաստվել, օրինակ մարդկանց հետ երբ խոսում ես, իրենք ասում են մեզ չեն զանգել պոլիկլինիկայից, չեն ասել արի պատվաստվի, ես ոնց գնամ ասեմ եկել եմ գրիպի դեմ պատվաստվել։ Կա նաև բաց թողում, որ պոլիկլինիկաները պետք է աշխատեն քաղաքացիների հետ։ Գիտեք, անհատական զանգերը իհարկե կարևոր են, սա ակտիվ ներգրավումն է բնակչության, բայց այս քարոզը ամեն հնարավոր լրատվամիջոցով հնչում է եւ կարծում եմ անհատական զանգերին պետք չի սպասել, որովհետեւ հոկտեմբեր ամսից կոնկրետ անցյալ տարի մենք ունեինք պատվաստանյութը, այն հասանելի էր, այն քանակի խնդիր չուներ եւ ընդհանրապես պահանջվում էր ժամանակ տրամադրել եւ այցելել առաջնային պահպանման օղակ։ Իսկ անհատական զանգեր հիմնականում արվել են ռիսկի խմբերին, այսինքն դա 60+ է, քրոնիկ հիվանդություններ ունեցողներն են, բուժանձնակազմը, երեխաները արվում են, համոզված եմ, որ արվում են, բայց միգուցե եւ անհատական ինչ որ մեկին դա չի հասել, իսկ ազգաբնակչությունը կարծում եմ տեղյակ էր դրա մասին, որովհետեւ լրատվամիջոցները շատ ակտիվ լուսաբանում էին այս պատվաստումային ակցիան։ Ընդհանրապես գրիպով հիվանդանալուց հետո դա ինչքան ժամանակ հետո կարող մարդը մոտ կրկնել, թե մարդը գրիպից հետո ուրիշ վիրուսով է հիվանդանում, չի հասկանում։ Գրիպի վիրուսը ամենամուտագեն վիրուսներից մեկն է, այսինքն ինչ է նշանակում, այն պարբերաբար փոխում է իր կառուցվածքը, կոչվում են շիֆտեր եւ դրեյֆեր, հա, եւ սրա հաշվին գրիպի վիրուսը ձևավորվում է նոր շտամ, որի նկատմամբ մենք լինում ենք անպաշտպան։ Գրիպի տվյալ շտամի նկատմամբ մեր ձևավորած իմունիտետը հարատև է, այսինքն մենք տվյալ շտամով նորից չենք վարակվում, բայց քանի որ տեղի են ունենում մուտացիաներ, մենք նույն շտամին հանդիպելու հավանականություն ուղղակի շատ փոքր է կամ ընդհանրապես կարելի է ասել չկա։ Դրա համար կյանքի ընթացքում գրիպով հիվանդանում ենք մի քանի անգամ։ Եվ պատվաստանյութը մշակվում է հաշվի առնելով այս մուտացիաները, ամեն տարի մշակվում է նոր պատվաստանյութ տվյալ սեզոնի համար, հաշվի առնելով տվյալ սեզոնին շրջանառող վիրուսները։